Վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է իրականացրել գնուն ու շուկայում։ Ըստ քաղաքային իշխանության կրպակներն ապօրինի են տեղակայվել այնտեղ։ Պարզաբանում են, թե տնտեսվարողների հետ 3-ից 4 ամիս բանակցել են եւ բոլորին իրազեկել նախատեսվող քանդման աշխատանքների մասին, ինչից հետո նրանք խնդրել են մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ տրամադրել տարածքն ազատելու համար։ Խոջայանի խոսքով Երևանի մյուս շուկաների մասին եւս քննարկումներ կան, սակայն կոնկրետ որոշումներ այս պահին չեն ընդունվել։ Թուրքական ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր, որ իր եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի միջև կա աճող վստահություն։ Նա աննախադեպ եւ դրական էր որակել Թուրքիայի հետ երկխոսությունը։ Հիշենք, Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Խոշոր հրդեհ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում հրդեհվել է տներից մեկի անասնագոմն ու բակում եղած անասնակերը։ Դեպքի վայր ժամանած հրշեջների հետ կրակի դեմ պայքարել են նաև գյուղացիները։ Կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի 100 մետրից։ Տարվում են աշխատանքներ անասնագոմի եւ այրվող անասնակերի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ։ Կրակը մարված է։ Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 10:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում Երևանյան լճի մոտ բախվել են Nissan Rouge, Mazda, Kia եւ Opel Mակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Քննչական բաժնում նախաձեռնել են քրեական վարույթ, պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։